եւ արտաքին։ Լեռնային գոգավորությունների մարզն է, որը բաժանվում է երկու մասի՝ ներքին եւ արտաքին։ Արտաքինի մեջ է մտնում վիրահայոց, գուգարած միափորից, ներքինի մեջ է մտնում բազում, շիրակ, թամբակ եւ ծաղկինյաց, որի վրա գտնվում է ծաղկաձոր քաղաքը։ Երկրորդը Բոխային լեռնաբահարների մարզն է։ Մեկ միասնական շար, Սևանի, Արևելյան Սևանի, որը դնում է դեպի Լեռնային Ղարաբաղ, այո, Արևմուտքի Սևանի, Արևելյան Սևանի։ Հիմա ներկայացնում հրապարակային բարձրանալը։ Տիս, Արա, Ծովը Գերիշխանասեր։ Ծովը Գերիշխանասեր, իսկ լեռնաշղթաներից սրանք լեռնազարգվածներ են։ Լեռնաշղթաներից Եղամա եւ Վարդենիս։ այո, Եղամա եւ Վարդենիս, որոնք են հրապարակային ծագում։ Հիմա երրորդը գոգավորությունը։ Ուრძի, Վայքի եւ Զանգեզուրի լեռնաշղթաները, Զանգեզուրը ունի երկու լեռնաբազուկ, Վարդուշատի եւ Մեղրու։ Այո, Վարդուշատին եւ Մեղրու։ Լեռնային երկիր, հարթավայրերի հիմնական ֆորմատը, երբ որ մենք այստեղ նայում ենք երեխաներ, անհատական եւ գյուղատնտեսության լուսավորությամբ, այստեղ նայեք Ալբաբինի մարզը ամենաշատն է, Սունակը դիագրամով ամենաբարձրն է, որովհետեւ ամենահարթավայրերին է։ Ամբողջ Հայաստանի երկրագործության շրջանը դա Արարատի եւ Արմավիրի մարզերն են։ Դասում որ անընդհատ օգտագործելիս ինքը ոչ թե որակազրկվում է, այլ հակառակը բարելավում է։ Հիմա մեր հողերը արդեն դարձել են նշանակատային, որ շրջանակապում փոքր կուտուր ռոկելի հողեր են դարձել։ Դա նրանց է, որ մենք անդադար ինչ ենք անում, բարելավման, հողաբարելավման բազմաթիվ միջոցառումներ են անում։ Գյուղերը պարկանտների երկու Ավազանի, Կուրի եւ Արաքսի ավազանների վրա փոքր գերերից են Վարագարջուրը, Տավուշը եւ Ողջին, որը ամենախորհված երկրի ջրվեժն է, արփայի վրա է գտնվում, Շակի ջրվեժը Ոստանի վրա։ Եթե մենք հաշվի առնենք, որ Արագածը համարվում է Հայաստանի ամենաբարձր գագաթը, բայց մենք գիտենք, որ ինքը հագած հրավով է, հաշվի առնելով ծալքավեկորավոր լեռնաշղթաներից շարքը։ 20,743 կիլոմետր, Հայաստանի ամենամեծ լիճը դա Սևանա լիճն է, որի մեջ թափն 29 գետա եւ դուրս է գալիս միայն դրական, որի միանալով Արաքսին, թափել Արաքսյան դաշտավայրը Կասպիսով, Հայաստանի երկրորդ բարձրադիր Իսկ կարող ես ասել հայկական լեռնաշխարհի ամենաերկար գետը եւ ամենաջրարար գետը, հայկական լեռնաշխարհի։ ամենաերկար գետը դա եւ Գահնես, ամենաջրարար Տիգրիս։ Այո։ Ամենամեծ լիճը Շահսևանա լիճն է, որը ունի հրաբխային ծաղկում։ Այո։ Նրա մեջ տեսնում է 29 գետա, որի դուրս է գալիս հրաբխը։ Միայն դարձանշվել են դարձալի Էմզան, տուֆը, գիպսը։ նրանք բոլորը համարվում էին հրաբխային ապարատի երկրորդը։ Որը ամենաբարձր կետը, այստեղ չկա պատասխանը։ Ասել է։ Եթե որքան է երկարությունը 140 Ինչ է արդեն քաղցրահամ։ Գետի ալույությունը եւ ջրի արտադրությունը երկրությունը չի այդպես անում, որ մենք չեն խաղում։ Արտադրություններ ընդհանուր բնութագիրը եւ հայկական լեռնաշխարհի, հետո արդեն կներկայացնենք Հայաստանի Հանրապետությունը։ Այս նկարում մենք ցույց ենք տալիս, որ Հայաստանը գտնվում է ալպիմալային գեոսինկլինալային մարզում, այսինքն մենք գտնվում ենք երկրագնդի երկրաշարժավտար գոտիներից մեկում, կենտրոնական հատվածում, դրա համար մեզ մոտ շատ են լինում, հաճախակ են լինում երկրաշարժերը։ Տեկտոնական ակտիվ շրջանում։ Երկրաշարժերը արդեն նշեցի, որ մենք ապրում ենք գեոսինկլինալային, այսինքն գեո երկիր սինկլինոս, երկիրը անընդհատ շարժվում է մեզ ու մեզ մենք այս գոտում ենք գտնվում ենք։ Մենք ներկայացած է քանի լեռնագրական մարզերի ենք բաժանում, 5 ամենաբարձր գագաթներն ենք նշել, այստեղ ունենք արդեն, այստեղ արդեն Սաբալանը, որը գտնվում է Իրանի տարածքում, սա հայկական լեռնաշխարհի բարձր գագաթներից է, Ջիլոների բարձր գագաթ, շատ գեղեցիկ նկարներով երեխաներն աշխատել են, Սիփանները, Ները, 434 հնարավորության դեպքում անպայման պետք է տեսնի Վանալիճը, որ իսկապես շատ գեղեցիկ է։ Սա արդեն հայկական լեռնաշխարհի Հայաստանի գետերը իրենց վտակներով։ Բոլորը ասում են, որ Արաքսը եւ Կուրը առանձին վտակներն են, բայց մենք գիտենք, որ Կուրը ավելի երկար է, քան Արաքսը եւ Արաքսը համարվում է Կուրի վտակը, չէ՞, գալիս իրար միանում է Կուր Արաքսյան դաշտավայրում եւ թափում է որտեղ Կասպից ծով։ Սա է մեր հայկական լեռնաշխարհի ծովը։ Որը արևելյան օտարներն են 500 կիլոմետր Սերծովի հարավով երեխան ժամանակության դուքրել Սերծովի հարավով։ ՀՀ ունի դաշտավայր, հարցնում է ՀՀ ունի դաշտավայր։ Պատասխանում է